Այսօրվա դրությամբ մարզում առկա են 130 վթարային շենքեր, որոնցից 101-ը Գյումրիում։ Մարզի զարգացման քառամյա ծրագրում նախատեսված է նաև 13 վթարային շենքերի ամրացման գործընթացը, սակայն այն հավանաբար կիրականացվի ծրագրի վերջին տարիներին։ Վտարային շենքերի ամրացման վերականգնման խնդիրը նույնպես ընդգրկված է մարզի քառամյա զարգացման ծրագրում, բայց համեմատաբար ավելի ուշ տարիների, որովհետև առաջնահերթ խնդիրը կառավարության կողմից եւ քաղաքաշինության նախարարության կողմից վարվող քաղաքականությամբ տրված է առաջին հերթին բավարարել երկրաշարժ ծանոթ ընտանիքների բնակարանային հիմնախնդիրը։ Անորոշ է, ոչ մի բան չենք կարող ձեռնարկել։ Վախենում ենք, թե կքանդեն շենքը։ Որտեղ հույս չեն տա, ոչ, որը տնային կառավարությունը գնում ենք, ասում են օդի մեջ է ձեր շենքը, մենք բարձ բան ոչ մի բան չենք տալիս։ Թեկուզ թույլ տան մենք մեր ուժերով գոնե, գիտենանք ինչ ենք կատարում։ Չկատարենք ու հետո կան ասեն, որ ձեր տարածքը ազատ եք, զբաղված է։ Պարոն Մարգարյանի խոսքերով վթարային շենքերի ամրացում կիրականացվի միայն այն ժամանակ, երբ Աղետի գոտում բնակարանային խնդիրը կլուծվի վերջնականապես եւ վերջին անօթևանը բնակարանով կապահովվի, սակայն որոշ վթարային շենքերի բնակարաններ իրենց անհուսալի վիճակով չեն զիջում տնակներին եւ սպասելն ուղղակի անհնար է։ Դե գիտեք ինչ, մեր վիճակը Թոմի Գաբրողից վատ է։ Ամեն վարքյան կարող է ցնցում լինել ու ամբողջ բնակվողները ջահել ընտանիքներ են, բոլոր երեխաները Այս տարիքի երեխաներ են բոլորը։ Սկզբից որ մեզի հույս տային թե հեշ բան չլինի, մենք մեզի գոնե մեկ քիչ կնայենք, էլ ինչ դնենք։ Փոքր երեխա ունի, քանի անգամ են շենքը փլավ թորստա գբլի մնար։ Հետո նոր եկան քանդեցին այդ կեսը։ Այն շենքերը, որոնք 3-4 աստիճանի վթարայնություն ունեն, նախատեսված է ամրացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Այդ շենքերից 9 Գյումրիում են, մեկը Արթիքում, մեկական Մարալիկում եւ Պեմզաշենում։ Մնացած վթարային շենքերը կընդգրկվեն հաջորդ քառամյա ծրագրում։ Գյումրիում մեր զարգացման ծրագրում առաջ քառամյա ընդգրկել ենք 88 բնակելի շենքերից, որոնք խիստատարային են եւ դրանց վերաբերյալ կա ուսումնասիրություն վերջի տարիներին կատարված, այդ շենքերից ընդգրկել ենք 10-ը, որոնք 3-4 աստիճանի վթարայնություն ունեն։ Անհուսալի վիճակում է Գյումրիի Գորկու 101 հասցեում գտնվող շենքը, որը սակայն ընդգրկված չէ այս քառամյա ծրագրում։ Շենքը 3 աստիճանի վթարայնություն ունի, առաջին մուտքը մասամբ չկա, շքամուտքը վերածվել է փակաղբանոցի, իսկ երեխաներին ծնողներն արգելում են խաղալ շենքի շրջակայքում, քանի որ թեթև ցնցումների ժամանակ հնարավոր են տհաճ անակնկալներ։ Անի Ասադրյան, Գուրգեն Քինոսյան, Գալանյուս։